Անունն է Արմենչիկ։ Արմենչիկ! Սենք ավետ Բարսեղյանից։ Արմենչիկ ջան, Սարո ջան, էլի աջ տեսնում եմ, առաջին քո կատարումն եմ հիշում, աջը արդեն կա, բայց նայ, պոնչո լինել ու մի քիչ Արմենչիկ, կին նման ու ժիլետ հագնելը դեռ մի բավարար չէ։ Չնայած որ դու ստացար իր օրինակ, չգիտեմ, Կոդակի համերգի այդ աչքոմ ծաղկումը, ամեն ինչ հնարավոր է քո տարիքում անել Արմենչիկի երգի ներքո դու փորձեցիր, բայց որ շատ նման չէր, ըստիս։ Բայց քո շնորհքի մաքսիմալը օգտագործել ես, որ այսօր ներկայանաս դու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Անդրեյ։ Նույն բանն է ուզում ասել, օրագիրը երբ որ նայում էի, պարուսույցը աշխատում էր Սարոյի հետ եւ ասում էր մի տեսակ կոմպլեքսավորված ես, դու պիտի դահլիճի հետ աշխատես, ասեմ որ այդ խորհուրդը իր դու արեցիր հենց նոր եւ բացվել ես արդեն։ Բավականին բացվել ես շփման մեջ հանդիսատեսի հետ, բավականին ընդհանրապես լավ դպրոց է բոլոր այս նախագծերը
երիտասարդների համար, մեր երեխաների համար, ովքեր որ գալիս են, անցնում են, այսինքն չգիտենք հետագայում թե ինչ կլինի, բայց ժամանակին տեղ չկար, որտեղ որ դու կարող ես քո տաղանդը օրինակ կամ մի տեղ գնաս, ասես ժողովուրդ, ես ձայն ունեմ, ուզում եմ երգեմ, ինձ կլսեք, շատ քիչ տեղեր կար կամ այդքան էլ արդար չէին մրցույթները եւ այլն եւ այլն։ Բայց այն ինչ որ այստեղ է, բաց դռները բոլոր մարդկանց համար, ովքեր որ գալիս են այստեղ եւ այդ դպրոցն են անցնում, ես ուզում եմ բոլոր մեր 7 մասնակիցներին եւ նրանց բարեկամներին հիշեցնեմ, որ այսօրվա բոլոր ելույթ ունեցողները իրենց ելույթ ունենալու օրվա երկրորդ տեղն են։ Այսինքն իրենք բոլոր այն հազարաշատ մարդկանցից, ովքեր որ եկել են այստեղ, իրենց խմբի երկրորդ տեղն են։ Իսկ երկրորդ տեղ գրավելը կարծում եմ, որ վատ երևույթ չէ, այսինքն այն ովքեր որ այսօր չեն անցնելու, թող հիշեն, որ նրանք այս մրցույթում գրավել են երկրորդ Ես հենց ասեմ, ծափարություններ Անդրեի։ Վիոլետ, խնդրեմ։ Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել ոչ իմ ծնողներին, այլ այս հաղորդմանը, որ ինձ առիթ տվեց ծանոթանալու Անդրեի հետ, ես լրիվ անկեղծ եմ ասում իսկականից, Անդրեի հետ։ Չէ, իսկականից եմ ասում, հիշեցի նաև գովեստներ, որ լսել եմ հենց այս հաղորդման մեջ քո ունեցած դերի մասին, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ իսկապես եթե չես ճանաչում բեմական կերպարը, մամուլի ներկայացրած կերպարը շատ տարբեր է լինում մարդուց եւ ես գոհ եմ, որ ծանոթացա իր հետ, ինքը շատ պարզ եւ հաճելի մարդ է, առանց ամբիցիաների, տաղանդավոր եւ Անդրեի մասն եմ ասում, շատ շնորհակալ եմ։ Ուրիշ անգամ առիթ չէի ունենա ասելու, ասեմ, չեմ ասի ուրիշ անգամ։ Եվ նաեւ իր փոխանցած մի գիտելի մի ինֆորմացիա ուզում եմ հիմա ասել, քո երգի լսելուց նա մի ժեստ արեց, որ ես չհասկացա, ինձ թվաց երշիկ կտրտելու ժեստ է, բայց օդի մեջ ոնց են երշիկ կտրտում, ասեց, որ հարսանիքներում կա այսպես, որ փողը Այո, հարսի բարի ժամանակ։ Նման գործողություն է կատարվում, Վիոլետ։ Լավ, մի խոսքով չգիտեի, իմացա Երբ որ դուք բարում եք, ես փորձում էի ամենտեղ լրիվ տեղ հասավ։ Եվ առաջի ռեակցիան իհարկե է դա, որ քաղաքենիական, կյանքի շփերթությունը, շքեղություն ցույց տալու բանա, բայց իրականում դա հին ոչ միայն հայկական, այլև տարածված սովորույթ է թագավորների հարսանիքի ժամանակ, եթե չեք Արտաշես թագավորի հարսանիքի ժամանակ ոսկի տեղայր։ Եվ նույն կերպ չէի ուզենա, որ մենք ասма ես որ ընկնում եմ, դանակավորը շատանում է։ Կովը, գոնե կովը։ Ինչ վերաբերում է քո ելույթին, ես ժանրի հետ խնդիր չունեմ, տեսնում եմ, որ դուք բավական աշխատել եք եւ նմանեցրել եք ձեր շարժումները եւ ձեր երգը, մասամբ բնատուր տվյալներ, չգիտեմ ավետը կար թե ոչ, պետք է իմանաս, որ մազերը ներկված են, չէ, լինզա եւ այսինքն այդ մեծ աշխատանքը արված է, մնում է միայն հարցը, թե համեմատելով մյուս կատարումների հետ, որն ավելի շատ նման, այդ հարցը, թե չէ, ուրիշ պրոբլեմ չեմ տեսնում։ Հետո դուք կարող եք անընդհատ երգելով ուրախացնել բոլորին։ Նաեւ փորձել տարբեր ժանրեր, խորհուրդ կտամ փորձել տարբեր ժանրեր։ Շնորհակալություն, Վիոլետ, Սերգեյ, խնդրեմ։ Դե փաստը մնում է փաստ, որ եթե անգամ Արմենչիկին նման չեք, ապա հաճախ առիթ կունենաք դեռ երգելու։ Արմենչիկից պակաս էր այն մի հատ շուտ բան ունենք այնց ոնց ասեմ, համ ձայնն է մի քիչ թափշի է, ինձ թվում է, համ մի հատ ժպիտ ունի, որը որ ասենք իրան տարբերում է բոլորից։ Այդպես։ Մնացածը անշուշտ աշխատանք երևում է։ Այնքան ինչքան աշխատել ես, հա։ Շատ մի ուտվի։ Դուք մի նայեք, որ այս տղան ասես խոշոր է ու թմբլիկ, ինքը ահավոր հուզվող է, ահավոր զգայուն է, տենց որ խնդրում եմ զգուշ եղեք ձեր խոսքերը։ Շատ մի ուզվի եւ Սարում եք ես շատ սիրում եք։ Ահա սիրում եք, շատ ասեք որ սիրում եք։ Տենցի։ Այս դեպքում ոչ թե Արմենչիկ, այլ Սարո։ Սարո, ես գիտեմ, որ բացի Արմենչիկից դու երգում ես նաև ժողովրդական երգեր։ Եթե խնդրեմ, մի հատված, փոքր հատված ժողովրդական բարություն եք կատարում։ Խնդրեմ։ Շատ ախորսիշտ կոխանդացնիս, կուկտրիս սիվանդի դողան, Եվ քաղցր ձերդ վիշկոնիս, բացկուլի դատ խաղողան,
Խալխին է սիլթի մազնարա ասին ապրիք ու ածողան Քանի սաղես այատնով է շատ բան կուտեսնիս կամանչա Ավելի լավ գնահատականի հետ որ արժանացար, ապրես Սարոն, ժողովուրդ մենակ ինձ ատվում, թե Սարոն նմանա ժողովրդական երգիչ առաջին նախագծի Արմեն Դավթյանին։ Ես չեմ բարել։ Հիմա իրան պետք է նմանակել մի քիչ։ Ծափարություններ Սարոն, շնորհակալություն, Արմենչիկ կհանդիպենք քիչ հետո։ Գնա։